Սերժ Սարգսյանն այդպես էլ չի հստակեցնում ի վերջո 2018 թվականին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ինչով է զբաղվելու, լինելու է վարչապետ, ազգային ժողովի նախագահ, թե նախագահ։ Հայաստանյան հեռուստաընկերություններին տված ծավալուն հարցազրույցում պատասխանելով հարցին, որ եթե հանրաքվեից հետո անցնենք երկրի ղեկավարման խորհրդարանական մոդելին, ապա ինչով եք զբաղվելու, Սերժ Սարգսյանն արձագանքում է. Նախ պետք է ասեմ, որ ես ձեր շտապողականությունը չեմ կիսում եւ ինձ կարող են 3 տարի հետո ասել նախկին նախագահ։ Այդ ուրիշ բան։ Իսկ դրա մասին ես կարծում եմ խոսենք 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Հիմա շատ վաղ է դրա մասին խոսելը եւ այս կարեւոր թեման ես չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի հետ։ Սերժ Սարգսյանն իր քաղաքական ապագային վերաբերող մեկ այլ լրագրողի նույնաբովանդակ հարցին կրկին անորոշ պատասխան է տալիս, պնդելով, թե հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում եւ դրան կանդրադառնա հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ես ինչի եմ ասում 17 թվականից հետո, որովհետեւ լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, եթե դու խորհրդանում մեծամասնություն ունես։ Իսկ եթե խորհրդանում մեծամասնություն չունես, սահմանադրությունը փոխված է, փոխված չի, ինչպես պետք է վարչապետ աշխատես, ինչպես պետք է վարչապետ դառնաս։ Չկա այդ հնարավորություն։ Հիմա հրաժարվում եք ձեր խոսքերից, որ չեք պատրաստում դառնալ վարչապետ, նախագահ եւ արժանախագահ։ Ոչ, ես իմ խոսքերից չասեմ երբեք չեմ հրաժարվել, բայց հիմնական մասում լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ առանց։ Ես ոչ մի բանից չեմ հրաժարվում։ Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնեմ մեկ այլ գործի հետ։ Այս այն ամբողջ նպատակը, որևէ բանից չեմ հրաժարվում։ Նկատենք Սերժ Սարգսյանը կոնկրետ մի հարցում հստակություն մտցնում է, մինչև իր լիազորությունների ավարտը շարունակելու է աշխատել նախագահի պաշտոնում։ Ես չեմ պատրաստվում նույնիսկ կեսօր պակաս աշխատելու։ Ես աշխատելու եմ մինչև 18 թվական ուղիղ այն օրը, երբ որ այդ իշխանությունը ես պետք է փոխանցեմ հաջորդին կլինի դա վարչապետ, նախագահ եւ այլն։ Անդրադառնալով ընդդիմության ճամբարից հնչող այն պնդումներին, որ եթե նույնիսկ չստանձնի վարչապետի պաշտոնը, բայց լինելով իշխող կուսակցության նախագահ եւ վերահսկողություն ունենալով ազգային ժողովի մեծամասնության վրա, կարող է հանգիստ վերահսկողություն հաստատել նաեւ կառավարության նկատմամբ եւ փաստորեն պաշտոն չունենալով կուսակցության գրասենյակից ղեկավարել երկիրը, Սերժ Սարգսյանն արձագանքում է. Վաղը եթե ես հայտարարեմ, որ նաեւ կուսակցության նախագահ չեմ լինելու, Պետրոս, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու։ Դե գիտեք, չափ ունի էլի ամեն ինչը։ Բայց ինչ է խանգարում իրենց գնալ եւ մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երևանում նստել եւ տարբեր այսպես ներողություն դիրքեր ընդունել, կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով, այսպես հոխորտալ։ Լավ մարդը եթե չի կարող հանրապետությունում բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչ առաջադրել, նա ընդհանրապես իրավունք ունի այդքան մեծ խոսելու։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները քննադատողների հիմնական մտահոգություններից մեկին կայուն մեծամասնության ձևավորմանը, Սերժ Սարգսյանը հակադարձում է. Նախ պետք է ասեմ, որ սպեկուլյացիայի մեծ մասը կապվում է սահմանադրության այդ հոդվածի հետ, բայց ես անկեղծորեն եմ ասում, դեռևս որևէ հստակ մոտեցում ընտրական օրենսգրքի նկատմամբ չկա, բայց կայուն մեծամասնությունը չի նշանակում պարտադիր երկրորդ փուլի անցկացում։ Երկրորդ փուլի անցկացումը հնարավորություններից մեկն է։ Ինչպես պատկերավոր ասեց հանձնաժողովի անդամներից մեկը, պահեստային տարբերակ է։ Ինչու են այդպես կայուն մեծամասնությունից խուսափում։ Բա ինչ անենք։ Ոնց անենք, որ կայուն լինի երկրում։
Խոսելով արդեն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն ընդգծում է, թե վտանգ է տեսնում գործող սահմանադրության որոշակի կարգավորումներում եւ իր պարտքն է համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել։ Երկրի ղեկավարն առաջարկում է մի պահ պատկերացնել, թե 2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ժառանգությունը, որը ձևավորել է իր կառավարությունը, նշանակել իր վարչապետին։ Ենթադրենք այդ քաղաքական ուժը նույն Ժառանգություն կուսակցությունն էր։ Ինչ է ասում Ժառանգություն կուսակցությունը։ Ասում է անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Կառավարությունը որոշում կայացնի, օրենքի նախագիծ կուղարկի ազգային ժողով, ազգային ժողովը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ համաձայն մեր սահմանադրության այդ օրենքը կգա նախագահական։ Ես պարտավոր եմ 21-օրյա ժամկետում վավերացնել այդ օրենքը կամ էլ առարկություններով ետ ուղարկել ազգային ժողով։ Բայց քանի որ իրենք մեծամասնություն են, նոր տեղի է ունեցել ընտրություններ, իրենք հաղթող են, իրենք կհաղթահարեն այդ վետոն եւ նորից կուղարկեն նախագահական։ Եվ ես պարտավոր եմ 5-օրյա ժամկետում վավերացնել։ Բայց ինչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև եթե դու ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ինչ բանակցություններ։ Իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Ասվածն ավելի պատկերավոր ցույց տալու համար Սերժ Սարգսյանը մեկ այլ օրինակ է բերում կրկին Ժառանգություն կուսակցության օրինակով, այս անգամ մեջբերելով падգամավոր Զարուհի Փոստանջյանի այս տարվա մայիսին ազգային ժողով ներկայացված օրինագիծը, որով Հայաստանը Թուրքիայից պահանջում է Արևմտյան Հայաստանի տարածքները։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է պատերազմել հայտարարել Թուրքիային։ Նույն process-ն է տեղի ունենալու։ Եվ ես ոչինչ անել չեմ կարող։ Այսինքն ինչ է դուրս գալիս։ Պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային եւ պատասխանատվությունը այդ դեպքում ում վրա։ Այսինքն Ռաֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյանը։ Դա տրամաբանական է։ Անտրամաբանական է, հասկանում եք։ Սերժ Սարգսյանը անդրադառնում է նաև իր կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները սուր քննադատության ենթարկած Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին, ընդգծելով, թե դրանք մերկապարանոց մեղադրանքներ են։ Հիշեցնենք, առաջին նախագահն ասել էր, թե այս գործընթացով Սերժ Սարգսյանը ցանկանում է հաղթահարել գործող սահմանադրությամբ նախատեսված նախագահի պաշտոնի ժամկետի երկարաձգման արգելքը, իսկ երկրորդ նախագահը պնդել էր, թե փորձ է արվում իշխանությունը կենտրոնացնել մեկ կուսակցության ձեռքում։ Նախկին նախագահների տեսակետների մեկնաբանը չեմ եւ ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում։ Բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը եւ դրդապատճառներին։ Հասկանում եմ, բայց չեմ ընդունում։ Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները։ Սահմանադրական փոփոխություններից բացի շուրջ 2 ժամ տևած հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված եւ վնասազերծված խմբին, քննադատելով բոլոր նրանց, ովքեր կասկածով էին վերաբերում իրավապահ մարմինների բացահայտմանը։ Պատկերացնում եք, 1 միլիոնանոց քաղաքում օգտագործվի 40 մղնակ։ 40 մղնակ։ Գործի 11 ավտոմատ։ Պայթուցիկ նյութեր։ Ուղղակի նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է։ Եվ նրանք շատ երջանիկ կլինեն, եթե այդ խումբը գործեր մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ մեկ ավելի քիչ ծանր կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան եւ իրենք ուրախ կլինեին։ Էսա